Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ եւ տանից դուրս եմ եկել գործերով։ Այսօր շաբաթ օր է, հունիսի 21-ն է, արևադարձի օրն է, վաղվանից Ֆրանսիայում ամառ է սկսվում եւ այսօր տոն է, ամբողջ Ֆրանսիայում երաժշտության տոնն է։ Տեսեք, թե արդեն տարբեր տեղեր կարծես թե սկսել են, սովորաբար երեկոյան է սկսվում, տարբեր հրապարակներում, փողոցների անկյուններում հանդիպում է տարբեր երաժիշտների, խմբերի երաժշտական եւ ես գործերով եմ դուրս եկել, գնամ արագ վերջացնեմ գործերս, խանութներում մի քանի գնումներ էլ ունեմ, ինձ թվում է կհասցնեմ, առավոտից տանը զբաղված էի շատ կարևոր գործերով, չնայած շատ շոկ է այսօր, բայց ես տանը լավ գործեր արեցի, հիմա էլ դուրս եմ եկել, փոքրիկ ծանոթ ունեմ, տանեմ գցեմ, այս անգամ ես եմ գցողը եւ մի քանի գնումներ ունեմ։ Վաղ Հայաստան գնացող կա, պիտի փոքրիկ ծանոթ ուղարկեմ։ Մի խոսքով մի քանի բաներ պակաս է։ Գնում եմ արագ գնումներս, տեսնեմ կարող եմ հասցնել եւ արդեն երեկոյան կվայելենք այս հրաշալի հետաքրքիր օրը։ Փողոցները փակ են, այս մյուս կողմն է միայն բաց եւ շատ մեքենաներ են ավակվել, եռուզեռ է ամբողջ քաղաքում։ Դե սիրելիներս, կարծում եմ շատ հարմար ու հաջող վլոգ կստացվի։ Մնացեք ինձ հետ, տեսնենք թե ինչպես է ավարտվում օրը։ Կհանդիպենք։ En entier sa façon, avoir la vie partagée, tailladée, percés par le monde d'air conditionné, dormir dans un hôtel délaté, traîner du côté gay, voir leur corps se serrer, voir leur cœur se vider et saigner. Un jour, j'irai là-bas. Այսօրվա ծանրոցս մոնդիալ ղոլեյով եմ ճանապարհ դնելու, մոտն էլ դե արդեն մոնոփխի խանութն է, մտնեմ տեսնեմ ինչ կա, զեղչերը 25-ից են սկսվելու, բայց արդեն շատ խանութներում բավականին զեղչված ապրանքներ կան։ Իհարկե, այս բիժուտերիան տեղադրված էր կենտրոնում, բայց ինչպես տեսնում ենք, զեղչեր արված չեն։ Մոնոփխին ֆրանսիական ապրանքանիշ է եւ շատ շատերի կողմից ընդունված, հատկապես ֆրանսիացիները շատ են սիրում այստեղ գալ եւ ահա գներն էլ ձեզ ցույց եմ տալիս։ Ես այստեղից հավանում եմ նաեւ պիժամաները, գիշերային զգեստները, բիժուտերիա երբեք չեմ գնել այստեղից։ Հիմա առաջ շարժվենք, տեսնենք էլ ինչեր կան։ Վաճառողների խորամանկ քայլը նա է, որ մշտապես տեղափոխում են վաճառվող ապրանքները ու երբ մտնում ես, քեզ թվում է թե երբեք չես տեսել նոր է եւ աչք է ծագում։ Մոնոփխի մտա, բայց հարմար բան չկա։ Զեղչեր են սկսվել արդեն, դե պաշտոնապես զեղչերը կսկսվեն հունիսի 25-ից։ Բամբակ է հիմնականում, լավ մուշից, կտորներից այդպես հագուստներ են, բայց շատ սիրուն հարմար բաներ ես չեմ գտնում, էլի։ Ժողովուրդը ուրա տրամադրություններով դուրս գամ այստեղից մի հատ խանութների շարքը մտնեմ, այդ փողոցը մտնեմ ու տեսնեմ ինչեր եմ նայում։ Այստեղ առևտրի կենտրոնում կա նաև Սեա եւ տեսեք թե ինչ է կատարվում Սեայում։ Առաջ գնամ, հələ հարցնեմ։ Ես Սեայի այդքան երկրպագու չեմ, բայց շատ ափսոսեցի, որ փակվում է։ Ասում են Սեան այստեղ եւ Վիլնովդասկիում կա էլի փակվում են։ Դե շուտ ասել էի ձեզ, երևի կլինի կես տարի, որ ասել էի, որ պիտի փակվեն։ Բա տխրեցի մի տեսակ։ Հիմա էլ մտել եմ Նոսիբե պարֆումերային խանութը։ Շորջան նվերները Սարա, Նոսիբեի Զարա, հիմա գնամ տուն ցույց տամ, շորս փոխեմ, պատրաստվեմ երեկոյան արդեն
միջոցառման է։ Քաղաքում շատ մարդ կա, իսկ այդ խանութների փողոցը երևի թե արդեն տեսնում եք գետնամասում, որ ինչքան շատ մարդ կա։ Դե լավ, տանը կհանդիպենք։ Արդեն տանն եմ և ձեզ ցույց տամ իմ գնումները։ Նոսիբեից գնումներ արեցի, ես Նոսիբեի քարտ ունեմ, 25% զեղչով վերցրեցի, բայց որ երկու բանը էլի շատ թանկ դուրս եկավ, գինը կարևոր չէ, ես սրանք ուզում էի անակնկալ անել, բայց փաստորեն չի ստացվում, իմ թորնիկի և թորնուհու համար եմ գնում արել, ահա տեսեք, սա էլ կդնեմ էլի որպես նվեր և կուղարկեմ Հայաստան, կհարմարացնեմ երկուսը մի տեղ, ահա, տեսեք ինչքան լավ տեղավորվեց, ձյորիցը շատ սիրուն է ու հարմար է և այս պարֆումերիայի կոմպլեկտը, որ ես միշտ հավանում եմ, մշտապես թորնուհիս էլ է հավանել և այս նվերը նույնպես, մյուսները անակնկալ են, էլ ցույց չեմ տալիս։ Որոշեցին քայլել այս կողմից, պտտվել, նայել, առաջ գնալ, հիմա սա մեր թաղամասի գարաժն է։ Սիրելի հետևորդներ, ժամը երեկոյան 8-ն է, դուրս ենք եկել, սպասել ենք մինչև ջերմաստիճանը դառնա 31 աստիճան։ Ահա որ շոկ է, այսպես մեկ էլ մի քանի տարի առաջ է եղել։ Կարճ ասած ամբողջ քաղաքը ցկցկոցի մեջ է։ Չգիտեմ որտեղ հարմար կլի կկանգնենք, պտտվելով գնում ենք, ինչը մեզ դուր կգա, այդտեղ էլ կկանգնենք։ Առայժմ այս սրճանում ռոք խումբներ, լավ է որ խումբ կա, հույսով ենք, առաջ շարժվենք էլի բազմաթիվ խմբեր կտեսնենք, լավ էին երգում, բայց այդքան էլ երկար չմնացինք, կամաց առաջ շարժվենք, տեսնենք որտեղ է, որ շատ ավելի սրտամոտ է, ինձ դուր է գալիս ռոքը, բայց երկար մնալ չենք կարող, ուզում ենք խառնվել այս տոնին մենք էլ, բնականաբար երիտասարդներն են, մյուս կողմում դիջեյերը միացրել և ժողովուրդը խմած, հավեսով, շատ մոտ են իրար դիջեյները, աղմուկը շատ է, հիմա առաջ շարժվենք, տեսեք, այստեղ էլ նույնն է, լավը նա է, որ մեծ մասը սպիտակ էին հագել, երևի թե շոկից է բնականաբար, արդեն դժում են, ինչն է պակաս, խմիչքը կխմեն ու իրենց համար կստեղծեն իրենց տոնը, երիտասարդությունը շատ անուշ ու քաղցր բան է, դե ափսոս, որ մեր տարիներին մենք չենք կարողացել վայելել նման ձևով, ուզում ենք այսպես դուրսել, բայց այնտեղ էլ մարդ կառավարված հնարավոր չի, շրջանցում ենք հրապարակը և գժերին ենք հանդիպում, հավես են, չէ։ Սա էլ մեր հրապարակն է, ովքեր չգիտեն, տեսեք ինչպիսին է, այն կողմում, որ մարդիկ են հավաքված, կանայք այդպես դհոլներով երաժշտություն են խմբում, մշտապես մեր քաղաքի տոներին իրենք մասնակցում են, բայց այնքան շատ եմ տեսել, այդ կողմը չգնացինք, առաջ շարժվենք այս կողմով, սրանք էլ սևեր, հավատացյալական այդպես իրենց խումբն է, հավատացյալական լավասի չէ, ու հավատքի կենտրոն է և իրենք այդ հավատն իհարկե քրիստոնյա, բայց չգիտեմ ինչ ուղղություն է, բարում են, երկում են նման երկեր, մեզ հրավիրեցին ներս մտնենք, այդտեղ ցուցահանդես կա, բայց չմասնակցեցինք, տվեցին իրենց քարտը այցելության, այսպես առաջ շարժվենք, քաղաքի ծուրաբար այդտեղ տեսեք ինչքան բազմամարդ եք, ես աշխատում եմ տեսանել այստեղից էլ շարժում ենք դեպի տաճարը, Լիլ քաղաքի մեծ տաճարը, որտեղ մենք բազմից ենք եղել, այստեղ երաժշտություն կա, մոտենանք, տեսնենք ինչ ենք լսելու, տեսեք ժողովուրդ հավեսով, նստած, ահա մեզ ծանոթներ հանդիպեցին, ովքեր մեզ ձեռքով են անում, հիմա կմոտենան։
կոնսերվատորիայի մոտ միշտ շքեղ համերգ է լինում, բայց ոնց տեսնում ենք չկա համերգ, DJ-ը միացած, պտտվելով եկանք հասանք նորից դեպի քաղաքի կենտրոնը, այստեղ սիմֆոնիկ երաժշտական համերգներն են այս շենքում, Նովոսիեբլի անվանում, եւ այստեղ նորից DJ-ը միացած, երիտասարդները հավաքվում են այստեղ, տեսեք ինչ հետաքրքիր է։ Տեսնում եք այս սև մայկայով տղային սպորտային շալվարով առավոտը նստած էր իբր ոտքեր չունի գումար էր հավաքում կենտրոնական փողոցում հիմա տրճկի է տալիս ինչպես ժողովուրդն է ասում մոռացել ա որ ինքը առավոտը փողերով հավաքում Սիրելիներս արդեն տուն են գնում, փնտրում էինք, որ խումբ լինի, իսկական երգող, ոչ թե DJ-ներ, ամբողջ քաղաքը, դուք արդեն տեսաք, DJ-ներով էր, արդեն այնքան ամուկ էր, որ չէիր կարողանում մնայր։ Փաստորեն, ինչ փնտրեցինք, եկանք մեր թաղամասում տեսանք, եմ որ ասում Հայերում անարի մոտիկ գտի։ Այսօր հունիսի 21-ն է և տարվա ամենաերկար ցերեկն է։ Մեզ մոտ բնականաբար երկար է, ավելի շատ, քան հարավում, դե մենք հյուսիսում ենք, այսպես գնամ, լավ մայթ չբարձանամ, մեքենաներ չկան, այսօր շատ երկար ցերեկ կլինի, մի քանի օր այսպես կմնա ու արդեն ցերեկը կկրճատվի, ցավոք, այսպիսի բան էր սիրելիներս, դե այսօրն էլ այսպես հավարտվեց, հետաքրքիր իր դրսևորումներով, մի երկու տեղ պարեցինք, հիմա արդեն տուն են գնում, կհանդիպենք։ Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ սիրելիներս, այսօր արդեն կիրակ է և մենք ճանապարհ ենք ընկնում Բելգիա, տանելու մեր փոքրիկ ծանոթը, տալու այդ բարի մարդուն, ով կտանի Հայաստան։ Ուրեմն երեք արդեն տեսակ թե ինչ տեղի ունեցավ, ասեմ որ այս տարի այդքան էլ իմ սրտով չեղավ, եթե անկեղծ լինեմ, որովհետև անընդհատ տարբեր տեղերում DJ-ներ էր միացված և առաջվա պես այդպես բեմեր չկային, առաջվա պես երաժիշտներ, երգողներ, երգիչներ չկային, որը շատ ավելի լավ էր։ Ես տարբեր տեսանյութեր ունեմ փաստորեն տարբեր տարիների, որը հնարավոր է եղել նկարել եմ։ Կտեղադրեմ այս տեսանյութի տակ, կտեսնեք, կհամեմատեք։ Ինչևէ, օրեր, ամեն դեպքում երիտասարդների համար դա ամենալավագույն օրեր են կանեին խմել, որ ամբողջ գիշեր արդեն շտապօգնության մեքենաների այդ ձայները գալիս էր։ Չնայած տեղերում հենց այդպես վրաններ էին տեղավորել, որպեսզի օգնեն դե երեխաներ կարելի ասել, որովհետև երեք ավելի շատ երիտասարդ
կարծես թե 10 մինչև 18 տարեկանները ոնց որ ավելի շատ էին, չգիտեմ, աչքիս այդպես թվաց թե ոչ, բայց կարծում եմ հենց երեխաներ կարելի ասել դե մեր համեմատել, ինչու՞ չէ, շատ են խմում, սովոր չեն խմելու, վատ են զգում, վատանում են, կերածները հետ են տալիս, պատերի տակինատ են գալիս էին երևում էր։ Մի խոսքով առաջին օգնությունը ցուցադրում են այդ վրաններում, եթե հեռու է այդպես ձայնային ազդանշաններով գնում գալիս էին։ Մի խոսքով 2.5 էր համարյա, որ քնեցինք, դե շոկ էր չափազանց, դուր լուսամուտ բաց էր, մեր այս տարածքի երաշտայության ձայները գալիս էին։ Տոնական էր ամեն ինչ, լավ էր որ շաբաթօր էր, թե չէ շատ մարդկանց դա խանգարում է։ Երևի թե դրա համար են կամաց փոխում ձևը, բայց չէ, նույնը կրկնվում էր եւ արդեն մեզ դուր չի գալիս։ Նախկինում մեր քաղաքում շատ ավելի լավ էր արում այդ միջոցառումը։ Փարիզում ցույց տվեցին, իսկական բեմ էին սարքել, երգում էին, շատ լավ էր, ուղիղ եթերել գնում էր։ Դե հա Փարիզը չի, բայց կարելի էր էլի։ Մի խոսքով սիրելիներս շատ համեղ ձվածեղ են պատրաստել, ճաշեցինք եւ հիմա արդեն տանից դուրս եմ գալիս, տեսեք ձեզ մոտիվացիան տալիս, շոկ է, որևէ բան այդպես չեմ էլ ուզում պատրաստել, որովհետեւ միացնել այս շոկին եւ շատ երկար կերակուր պատրաստել այդքան էլ հարմար չէ։ Դե ինչ, գնացինք սիրելիներս, գնացինք։ Ինչպես ասում եմ, վայ չուտողին, չէ, տեսեք ինչքան ախորժելի է պամիդորով ձվածեղը, պամիդորով է սազում ասել։ Եվ արդեն իմ պատրաստած ծանրոցը, բաներ կար, որ այլևս ցույց չտվեցի։ Ճանապարհ ընկանք սիրելիներս, բարակ ուղին սողալով, ոտի տակին դողալով, ճամփի ծայրին բուսել է, կյանքի ծառը շողալով։ Ինչ լայն սիրտ է որ ունի, այս ճանապարհն անհունի, մարդու, բույսի, գազանի եւ թևավոր թռչունի։ Սիրելի հետևորդներ, չգիտեմ գուշակեցիք թե ոչ, բայց հուշեմ, որ սա Կոմիտասի ճանապարհ բանաստեղծություններ կազմված երկու քառյակից, շատ փիլիսոփայական խորհրդավոր բանաստեղծություն է։ Կարող եք մեկնաբանությունում գրել ձեր հասկացածը, թե ինչ էր ակնարկում Կոմիտասը։ Սիրով կկարդամ ձեր գրած մեկնաբանությունը։ Դե մենք արդեն հասնում ենք Բելգիա, մտել ենք արդեն եւ գնում ենք այդ քաղաքը, որը կոչվում է Մենեն ֆրանսերեն եւ շատ մոտ է Ֆրանսիային։ Առաջ ենք շարժվում եւ որից հետո արդեն կգտնենք այն բնակարանը, որտեղ որ պիտի հանձնենք այդ փոքրիկ ծանրոցը։ Քաղաքը նմանատիպ է, սա քաղաքի հրապարակն է, մի փոքր այցել արեցինք, ահա տեսեք, կարծես թե նույնն է ճարտարապետությունը, դե այս տարածքները ասել եմ ժամանակին եղել են թե բելգիական, թե իսպանական, թե հետո նորից ֆրանսիական, ամեն դեպքում այս պահի դրությամբ սա Բելգիան է, Բելգիայի Մենեն քաղաքն է։ Ահա, կիրակի օր է, բոլոր խանութները փակ են, բացի թուրքական եւ արաբական խանութներից։ Հիմա արդեն հետ ենք վերադառնում եւ տեսեք սահմանը։ Բելգիայից մտանք Ֆրանսիա։ Շատ արագ ստացվեց, եղանակը շատ լավն է, շոգ է, տաք է, մի խոսքով հանձնեցինք մեր ծանրոցը եւ տուն ենք գնում։ Եկանք, հասանք մեր երկիրը։ Այ հոգնեցի, ես չեմ կարողանում մեքենայի մեջ մնալ, չգիտեմ, փոքրուց այդ պրոբլեմը ունեցել եմ, հիմա առավել ևս գլուխը շշմել է, չնայած այդքան էլ հեռու չէր այդ քաղաքը, բայց լավ շոկ է ժողովուրդ ջան, անտանելի շոկ։ Հիմա մտնենք խանութ, մարկետ, փաստորեն Կարֆուրը բաց է կիրակի օրերը, շատ լավ է, տեսնենք ինչեր կան, մի քանի գնումներ անենք, նոր գնանք տուն, դե գնացինք խանութ։ Կիրակի օրերը Կարֆուրի մարկետները աշխատում են,
բայց վաճառողներ չկան եւ ոչ էլ դրամարկղի մոտ նստողներ։ Ավտոմատ դու վճարում ես, այդտեղ ինքնուրույն ես անում եւ բավականին հեշտ է այդ գործողությունը անել։ Տեսեք, թե ինչքան են սրբել խանութները, կիրակի է բան չկա։ Գիլասի գինը շատ լավն էր, ափսոս չկար, կգնեինք, պատտվենք, տեսնենք ինչեր կան, շատ բաներ չենք գնելու, որովհետև մի երկու օր հետո գնալու ենք էլի Գրանֆրե, այնտեղից գնումներ կանենք։ Պանիրների տեսակներն եմ ձեզ ցույց տալիս, թե ինչքան բազմազան են, կտրտում են, քանի որ իրենք չկան, հիմնականում այսօրը լրիվ կտրտած, փաթեթավորած, պատրաստի վիճակում է, որ կարիք չկա այլևս, ինչքան գրամ քեզ ուզում ես, այդքան էլ կարող ես վերցնել նման տուփով փաթեթավորածը։ Հարմար բան է։ Կիրակի օրը նորից եմ շեշտում, Ֆրանսիայում խանութները փակ են, կան թաղամասային փոքրիկ խանութներ կամ էլ երբեմն հիպերմարկետներ, որ մինչև 12-ը աշխատում են։ Իսկ սրանք մինչև երեկոյան 7-ն են աշխատում։ Եթե չգիտեիք, կարող եք իմանալ եւ այցելել։ Իդեպ այստեղ Հայկին մեզ հանդիպեց, ես ու Կարենը խոսում էինք, ինքը կողքից անցնում էր, ասում է հայ երեք, ասեցինք հա, ժպտաց, ձեռքով արեց ու անցավ, երևի շտապում էր կամ էլ մնար ինչ խոսեր, ամեն դեպքում լսեց մեր խոսակցությունը, կարևորը որ ինքը անտարբեր չանցավ։ Ահա, պանիրների տեսակները։ Ջան, արդեն տանն են, վերջապես տանն ենք, վատ է ես զգում ինձ, բանից պարզում է ճնշումս էր իջել, արագ սուրճ խմեցինք, պաղպաղակ էին գնել, պաղպաղակ, նույնիսկ շատ համեղ բորքի կա, հիմա ցույց կտամ գնումներս, դա արդեն ճաշակեցի, ճնշումս պիտի բարձրանար, փաստորեն շատ շոկ էին, իմ ճնշումը իջնում է, շատերի ճնշումը կիջնի կարծում եմ, որովհետև դե շոկի անոթները լայնանում են եւ արդեն ճնշումը իջնում է։ Հիմա տանն եմ շատ թեթև հագնված, որովհետև ահա որ շոկ է, բայց լավն է, որ շոկ է, եւ որ շատ շոկ էր, հիշեցի մի հետաքրքիր պատմություն, պատմությունս պատմեմ, գնանք խոհանոց ցույց տամ գնումներս եւ դրանով էլ ավարտեմ իմ տեսանյութը։ Անտարբեր չկարողացա անցնել շոկի հետ կապված, չէ, գիտեք, որ միշտ ինչ-որ մի բան, որ պատմում եմ, համեմում եմ տեսանյութում կատարվող ինչ-որ մի բանի հետ, այդպես ավելացնում եմ, որպեսզի ավելի հետաքրքիր չէ լինի տեսանյութը։ Ուրեմն ձեզ եմ ներկայացնում մի հրաշալի նկար, տեսեք ուշադիր։ Ուզում եմ այս նկարի պատմությունը ձեզ ասել։ Ուրեմն այս նկարում դուք տեսնում եք մի սովամա եղող երեխայի, ով որը իր կյանքը կավանդի, իսկ արծիվն էլ կողքը կանգնած է, սպասում է, որ արդեն շունչ փչելուց հետո հոշոտի։ Այս նկարը արվել է 93 կամ 94 թվականների հետ ընկած ժամանակահատվածում Սուդանում սովի տարիներին, այդ ժամանակ սովի տարիներ էին շատ Սուդանում, եւ հարավաֆրիկյան մի լրագրող Քևին Քարտները նկարում է սա եւ այդ նկարը արդեն ներկայացնելուց հետո մրցանակ է շահում, պոլիցեյան մրցանակ, ինչ է այս մրցանակը, հիմա ասեմ ձեզ եւ շարունակեմ միտքս։ Ուրեմն գոյություն ունի լրագրության, գրականության եւ երաժշտության բնագավառում մի մրցանակ, որը Ամերիկայում համարվում է լավագույն մրցանակը։ Այդ բնագավառի մարդկանց, երբ որ մրցանակ են տալիս, ուրեմն դա նշանակում է, որ շատ լավ է դա։ Եվ մրցանակը հանձնում են Նյու Յորքում գտնվող Կոլումբիական համալսարանի կողմից։ Մրցանակը գործում է 1917 թվականից սկսած ամերիկացի հայտնի լրագրող Ժոզեֆ Պուլիցերի կտակի համաձայն։ Դրա համար էլ մրցանակի անունը Պուլիցերյան մրցանակ է կոչվում։ Այդ նկարը մրցանակ է շահել եւ ցանկացած մրցանակ բացի մեդալից ունի նաեւ դրամական պարգև։
կախված թե ինչ աշխատանք է ներկայացում լրագրությունը, երաժշտությունը, թե գրականություն, կարող է գումարը լինել սկսած $15,000-ից։ Ուրեմն, այս նկարի հեղինակը այդ մրցանակն է շահել եւ պատկերացնում եք ինչքան երջանիկ ամենուր խոսում էին, ամենուր հարցազրույցներ էր ինքը տալիս, վայելում էր մոտ 2 ամիս իր այդ հաղթանակ իր այդ հաջողությունը եւ վերջապես մի անգամ հեռուստատեսությամբ հարցազրույց տալու ժամանակ դե գիտեք լինում են այնպիսի հաղորդաշարեր, որ ուղիղ միացումներ են լինում եւ հարց են ուղղում տվյալ մարդուն։ Հարց այսպիսին էր հարցը, որ ինչ եղավ այդ երեխայի ճակատագիրը, արդյոք կասեք, եւ այդ լրագրողը չի իմանում, ասում է, չգիտեմ, ես շտապում էի իմ ինքնաթիռի նստել, որովհետեւ ուշանում էի ինքնաթիռից, ժամն էր թռչելու, չիմացա ինչպես ավարտվեց, էլի ինչ եղավ։ Եվ հեռախոսի այն կողմից լսում է, որ փաստորեն այնտեղ 2 անգղ են եղել, մեկը տեսախցիկով, մյուսն էլ արդեն պատկերված է։ Եվ այս արտահայտությունը դեպրեսիայի մեջ է գցում Քևին Քարթերին եւ նա գիշերները սկսում է չքնել, անընդհատ այդ հարց տվող աղջկա խոսքն է հիշում եւ այդպես մոտ 2 ամիս հետո նա ինքնասպան է լինում, դե բնականաբար ինչքան որ սկսում ես լրջորեն մտածել այդ մասին, իրոք դա ցնցող է եւ խեղաթյուրող, փոխանակ օգնես այդ երեխային, դու նկարում ես ու առաջ անցնում են, այսինքն երեխայի ճակատագիրը հետաքրքիր չէր։ Դե բազմաթիվ նման օրինակներ անտարբերության, մարդկության, պատմության մեջ շատ կան, սա եւս մի երևույթ է, որ չնայած նկարը ստացել է Պուլիցերյան մրցանակ, բայց հեղինակը ինքնասպան եղավ, նա այլևս չդիմացավ այդ մտքին, որ ինքը փաստորեն տեսախցիկով անգղ էր, պատկերացնում եք։ Եվ սիրելի հետևորդներ, չզարմանաք, որ այսուհետ մազերս նման վիճակով կտեսնեք, որովհետև որոշել եմ գոնե այս շոգ եղանակներին մազերս չչորացնել ֆենով, այլ պարզապես թողնել օդիով, այդպես օդի տաքությունով չորանա, որակը այսպես ավելի լավ կմնա, միգուցե տեսք այդքան էլ հաջող չի լինի, բայց գոնե որակը լավը կլինի։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ դուք էլ նույն ձևով վարվեք, ինչքան քիչ չորացնենք մազերը, այդքան երկար մեզ կծառայեն։ Դե սիրելիներս, այսօրվա տեսանյութը ավարտում եմ այստեղ, հիմա կգնամ ձեզ ցույց կտամ իմ գնումները եւ արդեն հովը ընկնելուց հետո երևի օրվա ուտեստ կպատրաստեմ կանաչ լոբով, որևէ, չգիտեմ, միգուցե լորվա տարբերակով կանաչ լոբով ճաշ կեփեմ։ Տեսնենք։ Այս պահի համար այսքանը եւ տեսեք ինչ եմ ուզում ես ասել։ Բարևներս եմ ուղում իմ կիրովական եմ ես միշտ ասում, նույնիսկ այստեղ իմ փաստաթղթերի մեջ կիրովական է գրված, քանի որ իմ ծննդականում էլ է կիրովական գրված։ Բնակիչներին, տարեց բնակիչներին, իմ լավագույն հետևորդներին, ովքեր մշտապես հետևում են ինձ, ապրեք սիրելիներս, պաչիկներս, բոլորիդ, շնորհակալ եմ, որ նայում եք իմ տեսանյութերը, ապրեք, որ լայքում եք, լայքելը կարևոր է, բոլորին է վերաբերում սիրելիներս, կոմենտարիաներ, կարող եք գրել կամ չգրել, եթե կցանկանաք անպայման գրեք, բայց լայքեք, եթե ուզում եք նաև կիսվեք տեսանյութերով, օգնեք ալիքի զարգացմանը։ Դե ինչ, այս տակ, հաճելի, արևաշող օրը բարևներս եմ ուղում իմ բոլոր հետևորդներին ևս Լիլ քաղաքից համայն հայրության բոլորին։ Առայժմ գնացինք խոհանոց։ Ահա մեր փոքրիկ գնումները։ Շերտավոր խմոր ենք գնել 2 հատ, 2.58 ենք տվել, մեկի գինը 1.29 էր։ Սա էլ խեցգետինն է, շատ չոր էր, լավ էր, ջուրը չէր կաթում եւ արդեն գինը վրան գրված է։
Այստեղ պիցայի գինը 2.75 էր, մենք արդեն կերել ենք այս պաղպաղակից եւ բուլկից, պաղպաղակի ամբողջ տուփը արժեր 3.75 շոկոլադե սալիկը արժեր 2.50 եւ բուլկիները արժեր 4.25, մեջը 4 հատ էր, պանիրի գինը երևաց, ասեցի սա էր 4.25 էր կալգոնը, հացը 1.99 էր, ամբողջ հատիկ ցորենով հաց եմ, ասել եմ, դրանից եմ օգտագործում եւ վերջ, ահա, հիմա էլ լոբին եմ մաքրելու, տեսեք ինչքան լավն է, մեր սարու լոբու նման է, Մարոկից են բերում եւ շատ համեղ է լինում, հիմա կտրտել եմ նման ձևով, լավ լվացել եմ իհարկե, կտրտելուց հետո էլ կլվանամ եւ արդեն խնդրեմ պատրաստեցի նման ճաշ, ես ունեմ նման տարբերակ, կտեղադրեմ տեսանյութի տակ, կարող եք նայել, այսօր մի փոքր սխտոր եմ ավելացրել եւ շատ քիչ սունելի խմելի, արտակարգ համեղ է, հատկապես թարմ սամիթի եւ համեմի հետ միասին, ձու էլ եմ վերջում ավելացրել, կարտոֆիլով, կանաչ լոբով շատ համեղ ճաշ, կարմիր պղպեղ եմ ավելացրել, թարմ, իսկ լոլիկ չեմ ավելացրել, նման համին արդեն պետք չէր լոլիկը։